Մենք ավարտեցինք աստղագիտություն բաժնի ուսումնասիրությունը, որպես թեմայի ամփոփում ընտրել ենք համակարգի մոլորակները թեման։ Քանի մոլորակ կա արեգակնային համակարգում եւ թվարկեք մոլորակները ըստ արեգակից ունեցած հեռավորության։ Արեգակնային համակարգում կա 8 մոլորակ, ըստ արեգակից ունեցած հեռավորության մոլորակներն են Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն։ Այո։ Մոլորակները ըստ դասերի քանի խմբի են բաժանում եւ թվարկեք մոլորակները ըստ դասերի։ Մոլորակները բաժանում են երկու խմբի, երկրային դասի մոլորակներ եւ գազային հսկաներ։ Երկրային դասի մոլորակները Մերկուրին, Վեներան, Երկիրը եւ Մարսը, իսկ գազային հսկաները Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը եւ Նեպտունը մոլորակի հայտնագործման պատմություն։ Արարվել է 1846 թվականին նախապես կատարված տեսական հաշվարկների հիման վրա։ Որ մենք այս ընթացքում միասին աշխատելով պատրաստեցինք մոդելները եւ բաժանվեցինք 6 խմբի։ Յուրաքանչյուր խումբ ստացավ մոլորակների անվանումներ եւ խմբերը պետք է ուսումնասիրեին տվյալ մոլորակի մասին, հավաքեին փաստեր եւ միասին պատրաստել ենք նաեւ յուրաքանչյուր խմբի հետ հետաքրքիր հարցեր, որոնք ուղղելու ենք միմյանց եւ պատասխանելու ենք այդ հարցերին։ Եվ մենք դասի ավարտին, երբ որ ավարտենք դասը եւ բոլոր խմբերը ներկայացնեն իրենց աշխատանքները, սահմանել ենք տիտղոսներ, մրցանակներ, տիեզերական մրցանակներ։ Այսինքն, յուրաքանչյուր խումբ, որ ներկայացնի, մենք ամենավերջում կքննարկենք միասին եւ կտանք հետեւյալ մրցանակները։ Ամենաստեղծագործ մոլորակային խումբը, երկրորդը ամենաճշգրիտ գիտական բացատրություն տվող եւ ամենահետաքրքիր մոդելը։ Յուրաքանչյուր խմբին կտրվի հետևյալ մրցանակները։ Դե ինչ հիմա սկսենք հենց ամենաառաջին խմբից, Մերկուրի խմբից։ Մենք պատրաստել ենք արեգակնային համակարգի մոդելը, ինչպես տեսնում եք, կենտրոնը արեգակն է, իսկ նրա շուրջը պտտվում են մոլորակները։ Մեր խումբը ներկայացնում է արեգակի ամենամոտ գտնվող մոլորակը Մերկուրին։ Մերկուրիի միջին հեռավորությունը արեգակից 59.9 միլիոն կիլոմետր է, իսկ խտությունը 5.43 գրամ սանտիմետր խորանարդ։ Թեև նա փոքր է ու երբեմն մոռացում է, սակայն նրա վրա են եղել մեծ տիեզերական շրջագայությունը, եւ ինչպես մոլորակը, այնպես էլ մենք ցույց ենք տալիս, որ ուժը դա չափսով չի որոշում։ Մերկուրի խմբի կարգախոսն է, փոքր ենք, բայց առաջին ենք, մեզնից է սկսում արեգակնային համակարգը, մենք առաջնորդ։ Վեներա խումբը։ Վեներա խմբի կարգախոսն է, շողում ենք ուժով ու կրակով։ Վեներան պայծառ կախարդական, բայց նաև անչափ մոլորակ է։ Մենք սովորեցինք, որ գեղեցկության տակ կարող են թաքնված լինել նաև շատ ուժեր, որոնք արժեն ճանաչելու։ Մեր մոդելը հարգանքի եւ ուշադրության կոչ է բնության տպավորիչ ուժերի։ Սևակ, ասես մեզ, ըստ քեզ Վեներա մոլորակը մեր որերորդ մոլորակն է։ Արեգակնային համակարգի որերորդ մոլորակից է։ Այո, ապրես երկրորդ մոլորակն է։ Մենք ներկայացնում ենք երկիր մոլորակը, մեր խմբի կարգախոսն է, մեր մոլորակը մեր սիրտն է, մենք ներկայացնում ենք կյանքի բացառիկությունը։ Երկիրը մեր միակ տունն է, մենք գտել ենք այն, որտեղ այն մեր իրականությունն է, մեր կյանքի բեմը։ Այս մոդելով ցանկանում ենք ասել, որ երկիրը միակն է, որի վրա կա կյանք, եւ մենք պետք է այն պահենք սիրով եւ պատասխանատվությամբ։ Այսօր ներկայացնում եմ շատ հետաքրքիր փաստ երկրի մասին։ Երկիրը միակ մոլորակն է արեգակնային համակարգում, որի մակերևույթի գրեթե 70% ջուր է եւ այն միակն է, որտեղ հաստատվել է կյանք։ Երկրի հեռավորությունը արեգակից 145.6 միլիոն կիլոմետր է։ Մթնոլորտը հիմնականում ազոտ 70% եւ թթվածին 21%։ Շաղավիղը 6.371 կիլոմետր։ Ջերմաստիճանը միջինում +15 Ցելսիուս է։ Երկիրը երկրային դասի մոլորակներից ամենախոշորն է։ Երկիրը միակ մոլորակն է արեգակնային համակարգում, որտեղ կա հեղուկ ջուր, որն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծում կյանքի գոյության համար։ Երկրի միջի խտությունը ամենամեծն է մոլորակների թվում։ Այն 5.52 գրամ սանտիմետր խորանարդ է։ Երկիրն ունի մեկ արբանյակ, մյուսինը, որը պտտվում է իր շուրջը։ Մենք չորրորդում ենք ներկայացնում ենք Մարսը, կարմիր մոլորակ, խիզախ երազանք։ Մեր խմբի կարգախոսն է, մենք նայում ենք առաջ դեպի անհայտը։ Մարսը կարմիր է, ինչպես երազանքների կրակը։ Մարդկությունը արդեն դարեր շարունակ նայում է նրան հույսով ու հարցերով։ Մեր մոդելը ասում է, երբեք մի դադարեք երազել ու հետազոտել, անգամ եթե դեռ ոչինչ չգիտեք ամբողջությամբ։ Մարսը կարմիր է, հողում առկա երկաթի օքսիդի ժանքի պատճառով այն ունի ամենաբարձր հրաբուխը։ Մարսը ունի երկու արբանյակ, Ֆոբոս եւ Դեիմոս, այնտեղ երբեմն լինում են փոշու մրրիկներ։ Մենք Յուպիտեր մոլորակն ենք, մեր կարգախոսն է։ Մենք հսկա ենք խաղաղ ներսով, մեր ուժը մեր հավասարակշռության մեջ է։ Յուպիտերը հսկա է, բայց միշտ հավասարակշռված, նրա վրա մրրիկներ են մոլեգնում, բայց նրա ներսը միշտ խաղաղ է։ Մենք սովորեցինք, որ ուժը պետք է ուղեկցվի իմաստությամբ։ Մոդելը զորության ու ներքին անդորի խորհրդանիշ է։ Յուպիտերի հոտությունը 1.34 գրամ սանտիմետր խորանարդ է, այն երկրից մեծ է մոտ 11 անգամ։ Յուպիտերը ունի 67 արբանյակ, Իոնը, Գամեդը, Կալիստոնը եւ Եվրոպան։
Այն ունի մոտ 0.7 գրամ սանտիմետր խտություն, ունի 62 արբանյակ, ամենախոշորագույնը տիտանն է։ Մենք ներկայացնում ենք Ուրանը եւ Նեպտունը, մեր խմբի կարգախոսները հեռներից ենք, բայց շատ բան ենք պատմում։ Մենք ապացուցում ենք հեռներ կարող են հոդվածնել։ Մենք ձեզ ենք բերում հեռավորության խորքից եկող գեղեցկությունը Ուրանը եւ Նեպտունը։ Ով է պայմանավորված Ուրան մոլորակի կապույտ գույնը։ Պայմանավորված է մթնոլորտում մեթան գազի արկայությունից։ Արեգակնային համակարգը բոլոր օբյեկտների ամբողջն է, որոնք ենթարկվում են արեգակի ազդեցությանը։ Այս համակարգում առաջին հերթին պետք է նշեք աստղը, արևը։ Այն ամենածանր օբյեկտն է արեգակնային համակարգում եւ համարվում է կենտրոնը։ Հենց դրա շուրջը պտտվում են ավելի փոքր մարմինները։ Այնուհետև գալիս են 4 մոլորակները։ Իրենց քարքարոտ մակերեսներով ընդգրկված են նրանց աղաներ նաեւ երկնային դասի մոլորակներ։ Մերկուրի ամենափոքր եւ արևին ամենամոտ գտնվող մոլորակն է։ Վեներա, որի շարքիկ մթնոլորտը ստեղծվում է ջերմոցային էֆեկտի միջոցով, հասնելով մակերեսային շատ բարձր ջերմաստիճանի գրեթե 500 աստիճան ըստ Ցելսիուսի։ Երկիր, երկնային դասի մոլորակներից ամենախոշորն է։ Մենք դրա մակերեսին գտնում ենք հեղուկջուր եւ բարքենթանի օրգանիզմներ։ Երկիրն ունի մեկ արբանյակ լուսինը, որը պտտվում է իր շուրջը, եւ վերջապես Մարսը։ Արեգակից ամենահեռու գտնվող երկնային դասի մոլորակը։ Այն ունի երկու արբանյակ, Փոբոս ու Դեյմոսը։ Դրա հետևում մենք տեսնում ենք աստերոիդների մեծ գոտի։ Դրանք կազմված են փոքրիկ բեկորներից։ Աստերոիդների երբեմն կարող են եկել իրենց ուղեցրել, պատահաբար հասնել երկիր որպես երկնաքարեր։ Աստերոիդների գոտու հետևում գալիս են արդեն գազային 4 մոլորակները, այս մոլորակները նման են փիտ մարմինների, սակայն դրանք գազային հսկագնդեր են, որոնք հավաքված են շատ խիտ միջուկի շուրջը գravitացիոն ձգողականության միջոցով։ Առաջին գազային մոլորակը դա Յուպիտերն է, որ արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է։ Այն մենք նրա մակերոտին հայտնաբերում են կատաղի փոթորիկներ եւ հզոր քամիներ։ Քանի որ Յուպիտերը շատ մեծ է, նրա գravitացիոն ձգողականություն ավելի հզոր է։ Յուպիտերն ունի ավելի քան 67 արբանյակ, որոնցից են Եվրոպան եւ Գանիմեդը։ Հաջորդը գալիս է Սատուրնը, մի փոքր ավելի փոքր եւ շրջապատված մի շարք համակենտրոն օղակներով։ Այդ օղակները կազմված են քարքարոտ բեկորներից եւ սառույցներից, սակայն Սատուրնը միակ մոլորակը չէ, որ ունի օղակներ, սակայն Սատուրնի օղակները շատ ավելի տեսանելի են, քան Ներկայացնենք յուրաքանչյուր խումբ ներկայացնի իրենց պատրաստած նամակ հարցերը մյուս խմբերին եւ մյուս խմբերի մասնակիցներից կպատասխանեն հարցերին։ Մենք Երբ տարիներ վերբերությամբ եւ կախարդական օղակներով կցանկանայի իմանալ, թե ինչ են իրականում այդ օղակները եւ ինչով է պայմանավորված դրանք։ Սատուրնը երկրորդ ամենամեծ մոլորակն է Յուպիտերից հետո։ Սատուրնը հայտնի իր շուրջ պտտվող համակենտրոն օղակներով, այդ օղակները կազմված են քարքարոտ բեկորներից եւ սառույցներից։ Սակայն Սատուրնը միակ մոլորակը չէ, որն ունի օղակներ, սակայն Սատուրնի օղակները շատ ավելի տեսանելի են, քան մնացած մոլորակներինը։ Այն ունի ավելի քան 62 արբանյակ, որոնցից ամենախոշորագույնը Տիտանն է։ Բարև ձեզ, ես Վեներան եմ, լույսի եւ գեղեցկության մոլորակը, բայց իմ մթնոլորտում թաքնված են հզոր գաղտնիքներ։ Կարող եք բացահայտել ինչու է իմ մակերես այդքան տաք ու մշուշոտ։ Ակտիվ պատասխանի ուրախից համարած։ Վեներան ունի շատ խիտ մթնոլորտ, հիմնականում պայմանավորված է անցկացուի գազով, որը ստեղծում է շատ խիտ ջերմոցային էֆեկտ, դրա համար այն ամենատակ մոլորակն է 470 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանով։ Այն տաք է, այն ավելի տաք է, քան Մերկուրին։ Ողջույն սիրելի ուսումնասիրներ, ես այն մոլորակն եմ, որի վրա գոյատևում եք։ Իսկ կարող եք ասել ինչու է, որ միայն ինձ վրա կարող է գոյատևել։ Միակ մոլորակը, որտեղ հաստատված է կյանք եւ որտեղ կա բարենպաստ պայմաններ ջրի արկայություն, մթնոլորտ եւ թթվածնի հարուստ պաշարներ, երկիր վրա մթնոլորտային շերտը պաշտպանում է արևային քամիներից։ Ես Մերկուրին եմ, արեգակին ամենամոտ գտնվող մոլորակը։ Ցանկանում եք իմանալ, թե ինչպես է դիմանում այդքան ջերմությանը եւ ցրտին, կարող եք բացահայտել իմ արագության գաղտնիքը։ Մերկուրին արեգակին ամենամոտ մոլորակն է եւ նա ունի մթնոլորտ, այդ պատճառով ցերեկները շատ շոգ են մինչեւ 430 աստիճան Ցելսիուս, իսկ գիշերները շատ ցուրտ մինչեւ -180 աստիճան Ցելսիուս։ Նա ամենաարագ է պտտվում արեգակի շուրջը 88 օրվա ընթացքում։ Ես մասնեմ կցանկանայի, որպեսզի բացահայտեի իմ կարմիր գույնի նշանակությունը լեռների եւ երկրաքարերի գաղտնիքները։ Մարս մոլորակի կարմիր գույնը պայմանավորված է նրա հողում եղած երկաթի օքսիդի ժանգի պատճառով, այնտեղ եղել ամենամեծ հրապարակը երկու արբանյակ Փոբոս ու Դեյմոսը, ինչպես նաև այնտեղ լինում են փոշու մրիկներ։ Փոքրիկ երկրացիներ, ես Յուպիտերն եմ, արեգակնային համակարգի ամենախոշոր մոլորակը։ Ես ունեմ իմ մեծ կարմիր բիծ, մրկի պես հսկա։ Կուզեի իմանայիք ինչու եմ այդքան մեծ եւ քանի արբանյակ ունեմ։ Յուպիտերը արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է։ Այն ունի հսկա մթնոլորտ եւ հայտնի իր մեծ կարմիր բծով, հսկա մրիկով։ Այն ունի ավելի քան 67 արբանյակ, որոնցից խոշորագույնն են Իոն, Եվրոպան, Գանիմեդը եւ Կալիստո։